Հավաքագրումից պարոն Կիրակոսյան նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Ուզում եմ սա շատ հստակ եւ ուղիղ եթերով ասել։ Երևանի քաղաքապետն այսօրվա նիստում դիմելով Երևան ավտոբուս Փակ Բաժնետ իրական ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանին զգուշացրեց, որ ուղևարձի հավաքագրմանը չմասնակցող վարորդները կարող են զրկվել արտաժամյա վճարումից։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Տիգրան Ավինյանը համարում է, որ Երևան ավտոբուս ՓԲ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանի թերացումն է սա, նա էլ իր հերթին շտապեց արդարանալ։ Սա իրականում երևի թե նրանց մեղքն է չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Այսօրվանից հրանգավորված է բոլոր վարորդներին։ Ավինյանն այդպես էլ չմանրամասնեց ավտոբուսի վարորդն ինչպես պետք է մասնակցի ուղևարձի հավաքագրմանը, երբ դա անցած հունվարից այլևս քարտով է, ոչ թե կանխիկ, ինչպես նախկինում, ու ինչպես պետք է եւ ավտոբուսը վարի եւ այդ հարցերը կարգավորի։ Այս հայտարարությունից ժամեր անց Աբագանոն դիմադիր անդամներից Գևորգ Ստեփանյանն իր Facebook-յան էջում տեսանյութ հրապարակեց, որտեղ վարորդը պահանջում է վճարել, իսկ ուղևորը հակառակվում։ Որ չվճարեք, չեմ ասել, ես բանը կան։ Ոչ չենք վճարելու եւ նստելու եք եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Ես ինքս պատասխանատու եմ ինձ համար։ Դու ինձ համար պատասխանատու չես։ Ոչ տրանսպորտի համար, դու իմ կյանքի համար չես պատասխան տալիս, որը հանդարտ գնաս ավարիա 10 սպանես։ Հավաքանում Այր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հիշեցնում է, որ նախորդ տարի վարորդները բողոքի ակցիաներ էին կազմակերպել, պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։ Սուքիասյանը նշում է, ուսումնասիրել է այդ պայմանագրերը, ասաց Ավինյանի այսօրվա պահանջի մասին այնտեղ ոչ մի կետ չկա։ Նրանց աշխատանքային պայմանագրի մեջ ուղևորավարձի գանձումների հետ կապված ոչինչ ասված չէ։ Վարորդի պարտականությունների մեջ չի մտնում գանձումներին հետևելը, վարորդներին նման պահանջ ներկայացնելը, որից է իրավական չունի, դա շանտաժ է եւ սպառնալի, ուրիշ ոչ մի բան։ Բողոքող վարորդները նաև պահանջում էին կոպեկով վճարման հնարավորությունը վերադարձնել, սակայն քաղաքային իշխանությունը մերժեց, պնդելով, որ դա խորացնում է ստվերային դրամահավաքը։ Ընդդիմադիր Մանուկ Սուքիասյանն ասում է, իրենք առաջարկել էին, որ միասնական տոմսային համակարգին անցնելու առաջին տարին ուղևարձի 100 դրամը պահպանվի, որպեսզի հստակ պատկեր լինի, որքան գումար է հավաքագրվում։ Գուցե ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելով հնարավոր լիներ այդ ծախսերը փակել, հարցնում է նա։ Տեսնենք միջին ամսականը որքան է կազմում, տարեկանը որքան է կազմում, ինչ հասույթ է մտնում քաղաքային բյուջե եւ ծախսերը որքան են, կա նաեւ քրեական գործեր, Երևան ավտոբուս ՓՏ-ի մսխումների հետ կապված։ Այդ սա ֆինանսական խորհուրդները մենք կարծում ենք, որ միասնական տոմսայինով պիտի փակվեին եւ դոտացիայի կարիք չլիներ։ Իսկ իրենք զորեցին, որ չէ, պետք է լինի 150։ Հետո ընդդիմադիրները հորդորեցին ուղևորներին բոյկոտել ու չվճարել։ Քաղաքային իշխանությունը հակադարձում էր Երևանում այլևս գազելներ չկան, նոր շարժակազմ է գործում, իսկ դրանք պահելու վարորդներին վճարելու համար գումար է հարկավոր։ 100 դրամ ուղևարձն այդ ծախսը չի փակում։ Մեկ տարուց ավել է, իրենք քաղաքացիություն ստանում են բոյկոտ։ Սկզբում մեր սատարմամբ մեր կոչով, հիմա էլ առանց մեր կոչի։ Հավելավճարները չկան, նրանք էլ չեն աշխատի։ Չենք պատրաստվում տրոլեյբուս չգնել ու այդ ծախսն էլ սուբսիդավորել, ինչը թե քաղաքական բանսարկուները գիտակցաբար մանիպուլյացիա անելով մարդկանց դրդում են, որ բոյկոտի ճնշումն ավելանա։ Նախորդ տարի հայտարարել էր Ավինյանը, դրանից հետո քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների թիվն ավելացվեց 24-ով, եւ նրանք սկսեցին մտնել ավտոբուսներ ու ստուգումներ իրականացնել, առանց վճարելու երթևեկողներին տուգանելով 10,000 դրամով, տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու դեպքում 3,000, իսկ ուրիշի արտոնյալ քարտից օգտվելու համար 15,000 դրամ։ Վերջին 2 ամսվա տվյալներով փետրվարին 6422 ստուգում է իրականացվել, 563 հոգի տուգանվել է, իսկ մարտին 3785 ստուգում է եղել, 350-ն է տուգանվել, 9.4%։ Արտերկրում բնակվող Facebook-յան օգտատերերին հարցրինք, որ երկրում են ապրում ու ինչպես են այնտեղ վարորդները մասնակցում գանձումներին։ Իսպանիայի թագավորությունում վարորդը նաև հսկիչ է։ Եթե չես վճարում, իջեցնում է կամ պարտադրում է, որպեսզի վճարես։ Չվճարելու կամ ճիշնելու դեպքում զանգահարում է ոստիկանություն։ Նաև գործում է հսկիչների համակարգը։ Եթե հսկիչը
բարձրանում է ու դու վճարած չես լինում, տուգանում են 100 եվրո։ Բրյուսելում վարորդը բացարձակ չի հաղորդակցվում ուղևորի հետ, ու կարևոր չէ, որ մուտքից ես ներս մտնում ավտոբուս ու վալիդացնում տոմսդ, բայց Բելգիայի այլ քաղաքներում նկատել եմ, որ վարորդը ուշադիր հետևում է, մտնես առջևի մուտքից ու անպայման վալիդացնես տոմսը կամ քարտով տեղում վճարես։ Իտալիայում վարորդն իր խցիկում նստած վարում է ուղևորին, վերցնում է ու գործ չունի, տոմս ունի թե ոչ։ Ստուգողները պատահական բարձրանում են, վարորդի գործը տոմսերի սարքերն ապա ակտիվացնելն է, որ ոչ ոք չկարողանա տոմս գնել։ 2 ամիս է ավտոբուսով եմ երթևեկում, ստուգողներին այս ընթացքում հանդիպել եմ 2 անգամ։ Իդեպ, եթե տոմս չունես ու չես ենթարկվում ստուգողի պահանջին, փաստաթուղթ ներկայացնելու, ստուգողը քո հետ չի վիճում, միանգամից ոստիկանությունն է գալիս։ Դա էլ ասում եմ, որովհետև մի քանի անգամ տեսանյութ եմ տեսել Հայաստանում, ոնց էր ստուգողը վիճում ուղևորի հետ։ Ֆրանսիայում ավտոբուսի վարորդ աշխատող հայազգի մի քաղաքացի գրել էր. Մենք որպես վարորդ պատասխանատու ենք ուղևորին A կետից անվտանգ հասցնել B կետ։ Ուղևորի չվճարելը վարորդի գործը չէ։ Եթե ուղևորը ցանկանում է տոմս գնել, ես վաճառում եմ։ Եթե ոչ, ապա ես ընդհանրապես կարող եմ զգուշացնել հսկիչների հետ կապված ռիսկերի մասին։ Ինձ արգելված է մտնել կոնֆլիկտի մեջ, ստրեսի մեջ ավտոբուս վարել։ Եթե հասարակական կարգի պահպանման աշխատակիցների թիվն ավելացվեց, ինչու պետք է վարորդը ղեկը թողնի ու գումարի հավաքագրմանը մասնակցի։ Հարցրեցինք քաղաքապետարանից, փոխանցեցին։ Ծառայությունը չի իրականացնում ուղևարձի հավաքագրման գործընթաց, այլ վարչական պատասխանատվության է ենթարկում զանցանք թույլ տված անձանց։